որպեսզի նրանց չգտնեին, քոթուկը դա տեղեկատվական ոնց որ թղթեր էին, որոնք որ պարունակում են իրենց մեջ ինֆորմացիա ամեն այդ պատմական իրադարձության մասին, սակայն Սանայինի քոթուկը կորել է եւ չեն կարողացել հետագայում ոչ գտնեն, ոչ վերադարձնել, հիմա պահպանվել է միայն հաղպատին։ Սանային նշանակում է ավելի հին, քան հաղպատը։ Դե դրադարաններ։ Այնի երկու հարկ, առաջին հարկում կա երկու աղոթասրան, երկրորդ հարկում 4 աղոթասրաններ, դրամա նաև զանգակատունը կոչվում է եկեղեցի, առաջին հարկի այս մասում դիտում է հավասարելով հարկ։ Սրոնցյանի զարկին։ Հա, այս քանդակներ Գուրգենի և Խմբատի վասկեքանդակն է, որը կտրում է հաղպատի Լորի մարզի 10-րդ դարի վանքն է, պարսպապապ վանքն է, այն համընկնում է Հայաստանի վերածննդի շրջանի կառուցման հետ, Աղթալայի վանքում համընկնում են բյուզանդական, վրացական և հայկական ճարտարապետական տարրերը, այստեղ ըստ հայոց պատմության այստեղ Իվանե Զաքարյան իշխանը վանքը խլել է հայերից, այն վերափոխել է վրացական ուղղափառ եկեղեցու և անվանել է Աղթալա։ Անվան ծագման հետ կան երկու տարբերակներ, մեկը հենց այն է, որ անվանվել է Աղթալա, թուրքական, ինչը թուրքերեն նշանակում է սպիտակ բացատ, երկրորդ վարկածային է, որ Աղթալա նշանակում է աղտերով լի, այսինքն հիվանդություններով լի։ Հովհաննես Օրհնեցին է որոշում գնել տեսնել ինչը պատահել, այդ ժամանակ գավազանով խփում է այդ վիշապի գլխին ու ասում է քար դառնաս ու հիվանդի համար դեղ դառնաս, այսինքն այդ արտահայտությունը նշանակում է, որ ջուր է հոսում ընդեղից ու այդ ջուրը բուժիչ հատկություն ունի։